2025-ին Հայաստանում աղքատության մակարդակը շարունակել է նվազել, նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Նախարարին հարց ուղղեցին տարածված այն թեզի վերաբերյալ, որ հնարավոր է աղքատությունը հաղթահարել ուղիղ ֆինանսավորմամբ։ Հատկապես նախընտրական շրջանում տենց պոպուլիստական էլ չասեմ, տենց նույնիսկ պոպուլիզմի ողջամիտ սահմանները հատող ինչ-որ հայտարարություններ մարդկանց պարզապես փող տալու եւ նաեւ անհասկանալի աղբյուրներից, փող տալու, որտեղ նաեւ նշվում էր, որ այդ փողը պետական բյուջեից չեն տալու, ինչ որ մարդկանց գրպաններից են երևի տալու, հետաքրքիր է այդ գրպաններում էլ այդ փողերը որտեղից էին հայտնվելու, որ նորից տային եւ մեր հիշողությունը թարմացնելով իհարկե մենք կարող ենք հիշել, թե որտեղից են այդ գրպանները, այդ գրպաններում հայտնվում փող, այսինքն թալանում են ժողովրդից, հետո մի մասը փորձում վերադարձնել ժողովրդին տենց լավ փաթեթավորմամբ։ Պետական աջակցության ծրագրով պետք է խրախուսել, որ քաղաքացիներն աշխատեն, արդյունք ստեղծեն եւ իրենց եկամուտներով հոգան սեփական կարիքները։ Քաղաքացին չպետք է ձգտի նպաստ ստանալ, շարունակում է նախարարը։ Մենք համարյա 30 տարի հակառակն ենք արել, ասել ենք ոչինչ, դու մնա այդ համակարգում, մենք քեզ ամսական 20 կամ 30,000 դրամ կտանք, ընտրություններին էլ իհարկե փողով կառնենք քո ձայնը, որպեսզի շարունակենք քեզ կեղեքել, թալանել, որպեսզի ելի 30 տարի քեզ պահենք այդ համակարգում։ Հիմա մենք ասում ենք եկել է ժամանակը սա փոխելու, հարգելի քաղաքացիներ։ 2025-ին շարունակվել է նաև հետվճարի ծրագիրը, սակայն նախարարն ավելի թարմ այս տարվա տվյալներ է նշում։ Մենք ունենք, եթե չեմ սխալվում, արդեն 530,000 շահառու եւ հետվճարի չափը 8,000 դրամից ավել է։ 2025 թվականին շուրջ 38 միլիարդ դրամ է տրամադրվել ճգնաժամերի հակազման եւ արտակարգ իրավիճակների հետևանքի նվազեցման եւ վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հիմնական միջոցները ուղղվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության միջոցառմանը, որի շրջանակում օգնություն է ստացել 102,450 շահառու։ Անդրադառնալով բնակապահովման ծրագրին նախարարը կրկին թարմ տվյալներ է ներկայացնում։ Այս պայդրությամբ հավաստագրերի թիվը 6609 է եւ իրացվածը 3042։ 16 միլիոնի ծրագրով էլ 2025-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ շահառուի կարգավիճակ է ստացել 2316 ընտանիք։ Էմմա Վարդանյան, լուրեր։